քննարկում ենք հարց համար 41-ը Արթուր Նահապետյանին հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակելու մասին հարցազեկուցող վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան։ Համեցեք, պարոն Հարությունյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է 2024 թվականի նոյեմբերի 20-ից կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանի հրաժարական դիմումը կառավարության կողմից հաստատվելուց հետո։ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի համաձայն կոմիտեի նախագահին մրցույթի արդյունքում նշանակում է կառավարությունը 6 տարի ժամկետով։ Կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար օրենքին համապատասխան ձևավորվել էր մրցութային խորհուրդ։ Առաջին մրցույթը կայացել է 25 թվականի հունվարի 20-ին, որի արդյունքում թեկնածուն չի հաղթահարել միավորների սահմանված շեմը։ Օրենքով սահմանված ժամկետներում հայտարարվել է նոր մրցույթ, որին դիմաց 5 թեկնածուներից 3-ը հաղթահարել են միավորների սահմանված շեմը եւ որպես առավելագույն միավոր ստացած թեկնածուներ մրցութային խորհրդի կողմից ներկայացվել են կառավարության քննարկմանը։ Քննարկման արդյունքում նախագծով առաջարկում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակել Արթուր Արտուշի Նահապետյանին։ Խնդրում եմ հաստատել։ Շնորհակալ եմ, պարոն Հարությունյան, հարգելի գործընկերներ, ինչպես ասվեց, անցել է մրցույթային հանձնաժողովը բավականին ներկայացուցչական կազմ ունի տարբեր պետական մարմիններից, այդ թվում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից եւ 3 թեկնածուներ ներկայացվել են կառավարության քննարկմանը եւ ես բոլոր թեկնածուների հետ 2 փուլով ունեցել եմ հանդիպում եւ ունեցել եմ քննարկումներ եւ քննարկումների արդյունքում որոշում եմ կայացրել Արթուր Նահապետյանի թեկնածությունը ներկայացնել կառավարության հաստատմանը եւ ընդ որում ուզում եմ արձանագրել, որ այս եզրահանգումը ինչ որ առումով համընկել է նաեւ մրցութային հանձնաժողովի եզրահանգման հետ, որովհետեւ պարոն Նահապետյանը թե բարեվարկության միավորով, թե ընդհանուր միավորների հանրագումարով առավելագույն թվերն է հավաքել եւ այդ առումով կարծում եմ, որ սա էլ կարեւոր փաստ է արձանագրելու համար։ Պիտի ընդգծեմ նաեւ, որ կրկին ուզում եմ գոհունակությունս արտահայտել եւ շնորհակալություն հայտնել մրցույթի մյուս մասնակիցներին, մասնավորապես շեմը հաղթահարած մասնակիցներին, նրանցից Պետրոս Մարտիրոսյանը այս դահլիճում է եւ զբաղեցնում է տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնը եւ այսինքն գործունեությամբ ներգրավված է կառավարման համակարգում, նաեւ Գևորգ Քոչարյանը, ով թեկնածուներից մյուսն է, նշանակվել է արտահայտության նախարարի տեղակալ, այսինքն ըստ էության նույնպես այսպիսով ներգրավում է պետական կառավարման համակարգում, իսկ այս փուլում մենք պարոն Նահապետյանին առաջադրում ենք որպեսզի ղեկավարի հակակոռուպցիոն կոմիտեն։ Խնդրեմ պարոն Նահապետյան, ինչ ունեք ասելու կառավարությանը։ Համեցեք, նստեք։ Մեծարգո պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ։ Իմ թեկնածությունը առաջադրել եւ հաստատել ինձ համար մեծ պատիվ է եւ պատասխանատվություն։ Վստահեցնում եմ, որ կորցադրելու եմ առավելագույն ջանք հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այդ առումով փորձելու եմ ավելի ամրապնդել իրավասու մարմինների հետ համագործակցությունը, անել հնարավորը, որպեսզի կոռուպցիայի դեմ մեր պայքարը եւ դրա արդյունքը տեսանելի լինի առաջնային շահառուի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար։ Մեկ անգամ եւս շնորհակալություն բարձր վստահության համար։